Գիտության համաշխարհային օրվա առիթով վարչապետ Փաշինյանը գիտության ոլորտում վարած քաղաքականության արդյունքներն է ամփոփել գիտուժ նախաձեռնության անդամների հետ, շնորհավորել ներկաներին եւ հետաքրքրվել, ինչ անելիքներ կան առաջիկա շրջափուլում։ Նախորդող շրջափուլի մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ թվում գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որը արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է եւ արդեն հունվարի 1-ից հասավ իր լրումին եւ հետեւաբար կարծում եմ նաեւ պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել եւ առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք։ Տարին ուղենշային էր, քանի որ ընդունվեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը։ Ներկայում էլ հանրային քննարկման է ներկայացված գիտության ռազմավարությունը առաջիկա 5 տարվա համար։ Սա էլ ոլորտային նախարարի դիտարկումն է։ Մեր գործընկերների հետ միասին մենք արդեն երկրորդ տարին է իրականացնում ենք գիտության շաբաթ միջոցառումը, որը միջազգային ֆորմատ է եւ ուղղված է հանրահռչակելու գիտությունը, այն դարձնելու ավելի տեսանելի եւ հասանելի, այդ թվում նաեւ երեխաների համար։ Ու շատ կարևորում եմ, որ մեր գործընկերների աջակցությամբ հատուկ գործիքակազմ ու մեթոդաբանություն է մշակված, որը իրականացում է նույնիսկ մանկապարտեզներում, այսինքն գիտության շաբաթվա շրջանակներում մենք այս տարի ունեցանք ավելի քան 300 ուսումնական հաստատություններ Երևանում եւ մարզերում, դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք մասնակիցը դարձան այդ նախագծերի, գիտափորձերի եւ ազատության հրապարակում մենք բավականին մեկ շաբաթ տևողությամբ շատ հագեցած օրակարգով եւ մեծ թվով այցելուներով այդ միջոցառումը կազմակերպեցինք։ Գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շավերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ու նշել, որ նախաձեռնությունը միավորում է 202 տեխնոլոգիական ընկերությունների եւ 24 բիզնես ասոցիացիաների։ Առաքելությունը Հայաստանը զորացնել գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով եւ աշխատելով համատեղ կառավարության հետ կարողացանք ֆինանսավորման, ակադեմիական գիտության ֆինանսավորման ավելացմանը հասնել, որը փաստացի կանգնեցրեց Հայաստանում ակադեմիական գիտության վերացումը եւ նույնիսկ որոշ հարցերում մենք զարգացումներ ենք սկսում տեսնել եւ նաեւ հանրայնացման հարցում գիտության եւ տեխնոլոգիաների մի շարք հաջողված ծրագրեր ենք իրականացրել, ոմանք մեր մասնավոր գործընկերների հետ, ոմանք մասնավոր եւ նաեւ Տիկին Անդրեասյանը նշեց, օրինակ գիտության շաբաթը կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ։ Հանդիպանը անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում, պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը եւ այլ հարցերի։ Վարչապետը գիտուժ նախաձեռնության անդամներին առաջարկել է շարունակել աշխատանքները եւ ներկայացնել առաջարկություններ։ Երկրի ղեկավարը շեշտել է, կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են եւ պատրաստ են մտնել գործնական փուլ։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։